Նիկոլի մոտ ինչ-որ վերջի շրջանում անձի երկվություն է նկատվում, ինքը սկսում է մեղադրել դիմացինին կամ դիմացիններին այն բանի մեջ, ինչի կնքահայրը, ինչի քավորը, ինչի նախահայրը, ինչի մեսիան ինքն է, ինքը բողոքում է, որ խոսքի ազատությունը շփոթում են հայհոյախոսության հետ, եւ սա ասում է մի մարդ, ով դագաղների իշխանազավթման առաջի օրվանից հայհոյել է իր ընդդիմախոսներին, դա ասում է մի մարդ, որի իշխանության ստեղծած ֆեյքերի պոակը մտնում է մեզանից յուրաքանչյուրի երեխայի անգամ անձնական կյանքի մեջ, հայհոյախոսությունից բողոքում է մի մարդ, ով ընդդիմադիրներին անվանում է համբալ, ով խոսում է եկեղեցականի իր քերու կնգան դոմփելուց, ով ազգային ժողովի ամբիոնում ասում է կուզենամ մատ թափ կտամ, կուզենամ ուրիշ բան թափ կտամ, հայհոյախոսությունից խոսում է մի մարդ, ով Թալինում քարոզարշավի ժամանակ ասում է ընդդիմադիրներին բռնելու ենք եւ շինելու ենք, սա աբսուրդ է, այո, Հայաստանը այսօր վերածվել է հայհոյախոսության անեծքի մի հանրային մեծ դաշտի